Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեք, ում կցանկանայիք տեսնել վարչապետի պաշտոնում։ Ոչ մեկին նախընտրություն չեմ տալիս։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Ոչ մեկին չեմ ուզում։ Սամվել Կարապետյանին։ Կարապետյանը յանք ունի մասնակցելու։ Սենքլից։ Ասելով ում չի, ամեն կարող մի բան ասի։ Ասելով չի կարող լինի։ Ով իրավունք ունի, ինը թող ընտրվի, ով ժողովուրդը կդի, ինը թող ընտրվի։ Սրանից լավ դեմոկրատական եղել է տենց ընտրություններ, ոնց որ հիմա ելնում, երբեք չի եղել։ Փաշինյանին։ Կարապետյանին կարող է, Փաշինյանի անունը վաբշե մի տվեք, ատում եմ, ատում։ Իրան էլ, իր ամբողջ թիմին էլ։ Փաշինյանին իհարկե եւ քաղաքացիական պաշտպանության բոլոր տղաներին ընդունում եմ, սիրում եմ, հարգում եմ, խելացին։ Իսկ այն ընդդիմադիրներին ես չգիտեմ, ավել բան չեմ ասել, բայց արժե նրանց ավել բան ասել։ Աստված ուղարկեց Փաշինյանին։ Աստված այդ մարդուն ծնեց, ուղարկեց, որ մեր երկիրը փրկի։ Վարդան Ղուկասյան։ Կառաջադրվի շուտով իրան, ուրիշ թուրքամոլ, ռուսամոլ չկա։ Ամեն ինչը տենում ենք ես Նիկոլ, Թալան, ասում է Թալան չկա զենքով ման չմեկ է, բայց զենքերով մտնում էր վարչապետի նստավայր։ Ոչ մեկին։ Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյան։ Փաշինյանը հաստատ չէ, ու հավանաբար երևի Դաշնակցությանը։ Բայց ով կլինի իրանց մեջ բանը երկրի վարչապետը չեմ կարող ասել։ Կոնկրետ տեխնացուելը որ չկա։ Սամվել Կարապետյանին։ Այդ խաղաղ ուրիշ ինչ։ Պետք է երկար մտածել հիմա։ Տենց հապճեպ չի կնայենք, ծրագրերին կծանոթանանք եւ կնայենք։ Շատ ծանրակշիռ որոշում պետք է կայացնի հայ ժողովուրդը այս անգամ։